տարածաշրջանում կտրուկ իրավիճակը փոխվում կապված Իրանի հետ։ Այդ ամենը լինելու է շարունակական։ Սա չի դադարելու եւ ձգվելու է տարիներով։ Կարող է ինչ-որ մի ժամանակահատված նորից մի պայմանագիր կնքեն դադարի, բայց մի կես տարի, 6 ամիս հետո նորից սկսելու է։ Ու ապագա սկսելու պատճառը լինելու է այդ թրիպ կոչեցյալ ճանապարհ։ Մեր խնդիրները Ռուսաստանի հետ գնալով ավելի են խորանում։ Մեր երկրի ղեկավարությունը համաձայն է ողորմություն խնդրի Եվրոպայում, Ամերիկայում, ինչ որ գումարներ նվեր ստանա, քան կներեք մեր աշխատածը, մեր աճեցրած ապրանքը, մեր արտադրած կոնյակը վաճառի եւ այդ փողը բերի Հայաստան։ Հիմա ո՞րն է լավ։ Ողորմություն խնդրելը ամբողջ աշխարհում, թե ինչ որ բան դու արտադրում ես, կարողանաս տանես, դնես եւ վաճառես եւ փող աշխատես, ո՞րն է ավելի թասիբով։ Մեր տեղեք միացեք մեզ։ Մեր ստորագրահավաքը շարունակվում է։ Միացեք։ Անես չի որ ես գամ ասում եմ, եկեք դուք արեք, մենք գանք ձեր կողքին կանգնենք։ Չէ, մենք բոլորս պետք է ոտի կանգնենք եւ անենք։ Պետք է սրանց շպրտենք այդ աթոռներից, իրանք ընտրություններով չեն գնալու։ Ոչ հիմա, ոնց որ ցույց տվին, ոչ 5 տարի հետո, ոչ 10 տարի հետո։ Այսինքն նկարելով, մարդկանց պարկասնելով, ձեզ բոլորիդ վախեցնելով, որտեվ այդ ամեն ինքան ձեզ վախեցնելու համար։ Մարդասպան են բռնում, գալիս են խելոք տրանզանգը տալիս են, ասում են գնացինք մեր հետ, այն էլ խելոք գնում է մեր հետ։ Բայց մարդուն, որը 5 անգամ կանչում են քնչական ծառայությունի, խելոք հելնում գնում է այդ քնչական ծառայություն, մեկ էլ չգիտես խի, գալի գետին են բարձրացնում։ Ինչի համար։ Մեզ բոլորիս վախեցնելու համար։ Մենք կարանք նոր ստարտ սկսենք մեր ազգի համար։ Մենք կարանք վերածնվենք նորից, նկարում գաղափարապես եւ առաջ գնանք։ Միացեք մեզ։ Ես գիտեմ ոնց անեմ։ Արդեն ես պետք է ասեմ, լավ տարեք, ծանր տարեք։ Ես գիտեմ ինչ անեմ, որ այս վիճակից դուրս գանք։ Որ Հայաստանում համերաշխություն ունի։ Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները դզվի, Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունենանք լավ հարաբերություններ։ Շնորհակալություն։